Որովհետև կարծում եմ թե փորձով թե թիմով միակ կայացած քաղաքական ուժն է, որ կարող է երկրի ղեկը ստանցնելու եւ այս վատ վիճակից դուրս հանի։ Ռոբերտ Քոչարյանին պետք է ընտրի, որ ազատվենք այս թավաջան իշխանությունից։ Դե իր փորձառությունը որ ունի, իր անցյալը որ գա։ Ուրիշ ելք չկա, ուրիշ այլընտրանք չկա ընտրության։ Իր մեր հետո երկիրը շարունակած է, քոյադեված է։ Իսկ Նիկոլեն հետո շարունակ փոքրացել է։ Այդ ժամանակ, որ մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, Հայաստանը շատ ավելի բացված է բոլոր աշխարհի վրա եւ ուներ ավելի լավ ուժեր դուրսի երկրներու հետ, քան հիմա։ Ռոբերտ Քոչարյանը ինքը շատ սարկած է Հայաստանը, շատ բաներ սարկած է, շատ բաներ փոխած է եւ իր adեն ժողովուրդը ավելի լավ պայմաններում էին ապրում։ Ինքը լավ ստեղծել էր կապեր Հայաստանը Թուրքի հետ։ Ես ինքս 2006-ից 2008 թիվը ապրել եմ Հայաստանում ու իմ աչքով եմ տեսել, թե ինչի է վերածվել Հայաստանը, սկսված այն օրվանից, որ ես գնացի Հայաստանից, որովհետև հաց չունեինք ուտելու, 94 թվականին 14 տարեկան երեխա էի, երբ որ հետ եկա ու այստեղ աշխատեցի։ Մենք փոքր երկիր ենք, մեզ անհրաժեշտ է դիվանագիտություն եւ ձեռներեցություն, բարձրագույն կրթություն, բայց դրանց նախապայմանը հայրենասիրությունն է։